Կանեփ Կակաչ 2014 համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 2-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 78 տոննա 978 կիլոգրամ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 146.6 կիլոգրամ կակաչի կանաչ զանգված։ Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 72 դեպք։ Տնամերձ 269 հողամասերից հայտնաբերվել եւ վել է ապօրինի աճեցված 2 տոննա 713.7 կիլոգրամ կանեփի բույս, 26 կիլոգրամ կակաչի բույս եւ 600 գրամ կակաչի գլխիկներ։ Հարուցվել է 126 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Նույն միջոցառման շրջանակում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները խուզարկություն են կատարել Վանաձոր քաղաքի բնակիչ 1950 թվականին ծնված Վլադիմիր Աթյանի տանը։ Հյուրասենյակի մահճակալի տակից հայտնաբերվել է 10 միլիգրամանոց ներարկիչ դեղնականաչավուն թմրանյութի նմանվող հեղուկով։ Աթյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար։ Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության։ Վլադիմիր Աթյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի սեպտեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 4, խուլիգանության, շորթման եւ կաշառակերության մեկական դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Որպես անհայտ կորած որոնվում է 1995 թվականին ծնված Համո Մարգարյանը, որը օգոստոսի 30-ին ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել Երևան քաղաքի Անդրանիկի 148 շենքի 45 բնակարանից եւ մինչ օրս չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ, խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մալաթիայի բաժին հետեւյալ հեռախոսահամարներով 010 39 0202, 010 39 9774, 093 73 0043 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Օրեր առաջ հայտնել էինք, որ արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, նրանց խնդիրներին արագ լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը Skype-ի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին։ Առաջին ուղիղ կապն այսօր էր, սեպտեմբերի 2-ին։ Հարցերին պատասխանում էր ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։ Ստացված հարցերի մեծ մասի պատասխանը տրվեց տեղում, իսկ մեկ տեսազանք շոշափում էր կոնկրետ խնդիր։ Անձին հետաքրքրում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կարգը, նշելով իր մասնավոր դեպքը։ Քանի որ մեր հայրենակիցն այս օրերին գտնվում էր Հայաստանում, նրան առաջարկվեց համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն հարցն արագ կարգավորելու համար։ Հիշեցնենք, որ այս նոր ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը Skype-ի միջոցով։ Հասցեն Armenia Police։ Հարցերը կարելի է ուղղել նաև press@police.am ու քարտուղարություն@police.am էլեկտրոնային հասցեներին։ Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային եւ վիզաների վարչության ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի։ Օգոստոսի 28-ին առավոտյան ժամը 6-ին Արտավան համայնքի ղեկավարը զանգահարել է ոստիկանության վայքի բաժին ու հայտնել՝ գյուղի ձորակից արջի մռնչոց է լսվում։ Բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնում է դեպքի վայր։ Պարզվում է, որ գիշերը հարակից անտառից գյուղ մտած մի արջ փորձել է անցնել ձորակի ցանկապատի վրայով, սակայն մետաղալարը փաթաթվել է քոթոթի մարմնին։ Հետը քարշ տալով մետաղալարն ու հենասյունը արջն իջել է գետապ։ Այստեղ արդեն մետաղալարը փաթաթվել է խողովակին եւ քոթոթը բանտարկվել է։ Շուտով դեպքի վայր են եկել նաեւ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, մարզի բնապահպանության, անտառտնտեսության, վայքի հրշեջ փրկարարական ջոկատի, Երևանի կենթանաբանական
անվանական այգու աշխատակիցներ։ Հատուկ դեղորայքի միջոցով արջին քնեցրել են, ազատել կապանքներից ու Արտավան գյուղին հարակից անտառում բաց թողել։ Արջի մարմնին վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Այս միջադեպը բազմաթիվ հետաքրքրասերների էր հավաքել, ու երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, գյուղացիներից մեկը իր յուրօրինակ շնորհակալությունը հայտնեց ոստիկաններին։ Ոստիկանին, գիշեր, ցերեկ, անկուն, անտուն, շրջում եք դուք ամեն օր, իմ կարծիքով ձեր ջանքերը երբեք չեն ուսում։ Շատ-շատերը մարդ են դարձել ձեր անբասիր ջանքերով, շատ-շատերն էլ վերջ գնացել անուղելի վարքերով։ Հպարտանում ենք ձեզանով, ոստիկաններ քաջարի, դուք մարդկության միակ պաշտպան և պատմությունը դարի։ Անմնացորդ նվիրված եք, հանուն մարդու անդորի, լավի համար պայքարում եք, վատին ասում եք կորի, և դուք ազնիվ ոստիկաններ, դարար մնաք ձեր փորձում, միլիոնավոր մարդիկ այսօր ձեզ սիրում են ու հարգում։